Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը, նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք կենսաթոշակառուներին հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, աշխատանքային իրավունք։ Հաջողությունների պատմություններ շարքում մենք ներկայացնում ենք այն անհատներին, այն ընտանիքներին, որ կարող են օրինակ լինել եւ ուղենիշ բոլորիս համար։ Այսօրվա մեր հյուրերը Մայր եւ աղջիկ են Տիկին Վարդուհի Չալկուշյանը եւ նրա աղջիկը խնամատարը իմ գոլեգան Յասմին Շամցյանը։ Բարի օր ձեզ։ Ուրախ եմ, որ ժամանակ գտաք եւ ձեր հաջողության պատմությունը կկիսեք մեր ունկնդիրների հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Վարդուհի, անդրադարձեք ձեր ազգանունի պատմությանը, որովհետեւ շատ յուրահատուկ է։ Սկսեմ մեր ազգանվան պատմությունից։ Հայրս, երբ որ դեռ այն հին ժամանակներում շատ վատ ժամանակներում Կիլիկիայից փախի ժամանակ հասել են Արաբիա, Լիբանան։ Եվ երբ որ արդեն դարձել է չափահաս, պետք է եղել ինքնության փաստաթուղթ հանել։ Երբ որ հարցել են ազգաբդը, ասել է Չալկուշյան։ Ասում է ինչ է նշանակում դա։ Հայերեն թարգմանում է Ցախսարիկյան։ Իսկ ուզեիք ասում է Ցախսարիկյան գրվել, հայրս հրաժարվել է ասելով, որ ինքը պետք է հարազատ մնա իր անցյալների տված ազգանմանը եւ այդպես մենք բոլորս մնացինք Չալկուշյան։ Իհարկե Ցախսարիկյանը գեղեցիկ է հնչում, բայց Չալկուշյանը շատ ավելի հարազատ է, որտեղ մեր ապուպապերի մականունն է եղել դա, հասկանալի է։ Եվ այդպես բնակվել են Լիբանանում երկար տարիներ, բնականաբար արաբները շատ լավ են ընդունել իրենց, աշխատանք են տվել, տեղ են տվել ապրելու, եւ հայրս լինելով շատ ջանասեր մարդ եւ կարդացող, ամբողջ կյանքում կարդացել է, որը որ նաեւ ժառանգել ենք մենք, մեր ընկերները հիմնականում գրքերն են։ Ես փաստաբի Նրան անպայման Առավոտի ցիրիկոն, եթե ես տան մեջ գործերս ավարտել եմ, ուրեմն պետք է գիրքը լինի իմ ընկերը։ Միայն գիրքն է ձերքիս։ Եվ այդպես շարունակաբար աշխատելով հայրս իհարկե լավ մասնագետ է դառնում Կաշվեդի եւ կաշեգործեր եւ գիտեք առաջի քայլից մինչեւ վերջին քայլը ինքը տիրապետել է։ Շատ լավ մասնագետ էր։ Ես նույնիսկ հիշում եմ, երբ որ 45 թվի վերջերին, ես դեռ փոքր էի, ինչ 6 տարեկան հազիվ երեխա, Հայաստանից պատվիրակություն էր գալիս, որովհետև պապան շատ հանրաճանաչ մարդ էր դարձել այդ ժամանակ, ասել են, որ եթե հայրենիք ուզեք երթալ, քիչ մը սպասեցեք։ Հայրս ասում է, չի պիտի սպասեմ։ Ես կուզեմ հայրենիքս երթալ։ Հետ պատերազմական Հայաստանն է։ Չէ՞ որ պատերազմից նոր դուրս եկած երկիր եւ այլն, լավ հասկանալի է բոլորին, դուք ասում եք աշխատանք ունեք, տուն-տեղ եւ այլն, բայց իհարկե պատճառը հիմնական մեր գալու լինում է մեծ եղբայրս, ավակ եղբայրս Չալկուշյան Անդրանիկը։ Ինքը այդ ժամանակ 17-18 տարեկանում արդեն կոմունիստական Պարտիայի մեջ էր մտել, պատկերացնում եք։ Եվ ինքը ոտքը այդպես դրեց եւ ասեց՝ պիտի երթանք Հայաստան։ Եվ այդպես 46 թվին մենք եկանք հայրս, մայրս 8 երեխայով։ Եվ հայրս երբեք չի վախեցել, որ 8 երեխա բերելով Հայաստան, բնականաբար դժվարությունների առաջ պետք է կաներ, բայց պատվիրակությունը Հայաստանի իրեն տվեց շատ մեծ արտոնություններ, այսինքն Կաշվեղենի մեծ պաշար, այսպես ասած, տեղափոխել Հայաստան եւ նաեւ 9 հատ զինգեր կարի մեքենա եւ երբ որ իմ Դավիթ Քերին մեզ բերեց այստեղ Հայաստանի Նուբարաշեն ավանում տեղավորեց, պապային տվեցին այսպես ասած պաշտոն կոշիկի ատելյեի կաշվի հիմնական արտադրության բաժնի վարիչ
Եվ ապաս 9 մեքենաներից 7-ը նվիրեց արտելին։ Անվերադարձ ասելով որ ես Հայաստան եմ եկած եւ մենք պետք է Հայաստանին ամեն ինչով ընդառաջենք, ինչով կարող ենք ընդառաջենք եւ բարձրացենք։ Եվ այդպես 7 մեքենան տվեց այնտեղ ինքն երկար տարիներ աշխատեց, հետո իհարկե փոքր եղբայրս էլ չնայած ինքը ֆիզիկոս է, բայց ինքը գերագնահատեց աշխատել արտելում եւ իհարկե բավական լավ շրջապատ ուներ եւ շատ հարգում էին, մինչեւ օրս եղբայրս կա եւ մեր տան դիմացն էր արտելը։ Գիտեք, իմ հիշողությունները այդ շրջանի սովետաշեն էր գոչվում, հետո փոխվեց Նուբարաշենի, որտեղ Նուբար Փաշան է կառուցել։ Սովետաշենի ընդհանրապես պայմանները կենցաղայի եւ հարաբերությունները մարդկանց դա գիտեք սրտառուչ բան է։ Ինչու՞, որովհետեւ հիմնականում բոլորը հայրենադարձներ էին, կարելի ասել 2-3% տեղացի։ Եվ Նուբարաշենի ամբողջ ժողովուրդը կարծես մի ընտանիք լիներ։ Դուր փակել չկար այնտեղ, կողպեք չկար։ Ուղղակի վրա էին տրում դուրը։ Բոլոր իրենց պարտեզներով, բոլոր իրենց նոր սարքած բնակարաններով։ Գողություն էլ չէր լինում։ Ինչպես? Գողություն էլ չէր լինում։ Երբեք չի եղել գողություն։ Ես միայն մի դեպք հիշեմ։ Ես քանի որ Թիֆլիսում եմ մեծացել դիպվածով, Ինքան էլ հետաքրքիր չի դա, ուրեմն երբ որ ամռան գալիս էի մամայի մոտ, մաման ինձ տանում էր իրենց սենյակը քնելու։ Եվ մի գիշեր հանգարց, քանի որ առաջին հարկ էր տունը, պատուհաններն էլ բաց էին։ Մեկ էլ մամաս ասում է. «Աման, Պետրոս, գող է մտել»։ Ուրեմն տեսանք մի տղա պատուհանից մտնում է ներս։ Պապան ասում է մի վախտար հայկանուշ լույսին եկած։ Եկես է ինչ է գիշերվա թույթերներ են ատոկս է որ լույսին եկած են։ Տղան իհարկե փախավ, բայց դրանից հետո հայրս ճաղեր դրեց պատուհաններին որպես պաշտպանություն եւ այլն։ Այդ մի դեպքն եմ հիշում գողության, ընդհանրապես չի եղել գողություն։ Բայց դա անհաջող փորձ էր։ Անհաջող եւ գողություն չի եղել, դա փախավ այդ տղան։ Ուզում եմ ասել, այդ հիշողությունները մանկության շատ վառ են։ Գիտեք, երբ որ ես ամռանը գալիս էի Նուբարաշեն Թիֆլիսից, դե ես Նուբարաշենում դպրոցում ընդամենը 2 տարի եմ սովորել, առաջի դասարան չեմ գնացել, որտեղ Բեյրութում արդեն գրաճանաչ էի, այնտեղ դպրոց գնացել եմ։ Դրա մասին հետո երևի ես կպատմեմ, շատ հետաքրքիր է դա։ Ուրեմն 2 տարի, որից հետո գնացի Թիֆլիս։ Բայց երբ որ ամռանը գալիս էի, իմ բոլոր ընկերները վազելով գալիս էին, որ Վարդուհին է եկած, որովհետև այդ սերը համախմբվածությունը մեր եւ նաեւ ասեմ, որ մայրս ընդհանրապես շատ հյուրասերկին է եղած եւ քանի որ ինքը շատ երեխաներ է ունեցած, դա նաեւ օգնել է նրան, որ ինքը ընդհանրապես բոլոր երեխաներին սիրի, դա պես ցուցանիշ է, ես կարծում եմ։ Եվ բոլոր երեխաներին լավ ընդունում էր, հյուրասիրում էր իր ունեցած մրգերով, խմորեղենով եւ այլն եւ այլն։ Արդեն իմացանք ձեր ավակ եղբոր մասին, որ բոլորի մի ամբողջ ընտանիք բերեց Խորհրդային Հայաստան։ Դուք նաեւ ասացիք, որ ռադիոյի հետ կապ ունի, դա ինձ զարմացրեց։ Երբ մտանք ռադիո, դուք ինձ համար անակնկալ կերպով ասացիք, որ այստեղ ձեզ ամեն ինչ հարազատ է, որի մասին ես չգիտեի, պատմեք թե ինչպես, ինչու։ Երբ որ մենք եկանք, այդ ժամանակ ինքը ընդունում էր թեթևարդյունաբերության տեխնիկում, բայց երբ որ ավարտում էր, ես արդեն Թիֆլիսում էի, ինքը եկել էր ավարտականի երեկոյին եւ այդ ավարտական երեկոյի ժամանակ պատահաբար այս այլ է դիպված Նար Հովանեսյանը ներկա է լինում, երբ որ եղբայրս երգում է Կիլիկյան, Հայաստան, որից հետո Նար Հովանեսյանը մոտենում է ասում է տղաս, դու ինչու ձայնը չես ուզում մշակել, ասում է եղբայրս ասում է դե ինձ այդպիսի առաջարկ չի եղել, չեմ էլ մտածել, ուզել եմ
նախ մասնագիտություն ձեռք բերել, ասում երբ որ կգաս Երևան, կգաս ինձ մոտ կոնսերվատորիա։ Եվ այդպես եղբայրս ընդունում է կոնսերվատորիա եւ լինում է Նար Հովհաննիսյանի աշակերտը։ Մինչև իր կյանքի վերջը եղբայրս երախտապարտեր իրեն շատ էր սիրում իրեն։ Եվ այդպես ավարտելուց հետո, երբ որ արդեն նշանակումներ են լինում, որտեղ աշխատել, եղբայրը նշանակում էր Թաթուն Ալթունյանի խմբում։ Մի 2 տարի այնտեղ աշխատելուց հետո իրեն առաջարկ է լինում ընդունվել, տեղավորվել ռադիո։ Եվ այդպես 34 տարի ղեկավարեց արևմտաեվրոպական երաժշտության բաժնի վարիչ որպես։ Գիտեք, ես եղել եմ այդ սենյակում մի քանի անգամ։ Իր սենյակում, որտեղ ես այդ աղջիկներին ու տղաներին անչափ սիրում էի, արդեն մեծ աղջիկ էի։ Եվ ինձ ընդհանրապես երաժշտությունը գրավել է, որտեղ ես նաև երաժշտական կրթություն եմ ստացել։ Իսկ իմ երաժշտական ճաշակը, այսպես ասած, զարգացրել է իմ մեծ եղբայրս Անդրանիկը, որովհետև ինչքան ձայնասկավառակ լավ ինքը դասական երաժշտության գտնում էր, ինքը գնում էր եւ բերում էր ինձ սա լսիր։ Դու սա լսիր, ուրիշ բան չլսես։ Եվ այդպես, բայց ասեմ նաև, որ կարելի ասել, որ ամբողջ բաժնի աղջիկները անչափ սիրում էին, անչափ, իսկ Անդրանիկի սերը նրան տգատապ չէր կարելի գնահատել ինչ-որ չափով, ինչու, որովհետև մեկ էլ ասում էր նոր տարի է մոտենում, Վարդուի դու եւ Անահիտը մեծ քույրս փախլավա կսարքեք աղջիկների համար։ Եվ դա դարձավ սովորություն, այդ մեկ սինի փախլավան աղջիկների համար էր։ Հիմա մի օր ուրեմն այս պատմությունը իհարկե պատմեմ, չնայած դուք ձայնադարանում դա ունեք, բայց ես պատմեմ ավելորդ անգամ չի լինի։ Ուրեմն մեր արժանահիշատակ երաժիշտ Մանդակունին գրել էր Երևան, Երևան երգը։ Որ երգն է մի քիչ Երևան, Երևան, իմ սրտի օթևան։ Շատ սիրելի երգ էր։ Եվ պատահեց այնպես, որ Մանդակունին գնաց արտասահման։ Եվ Ստեփան Պողոսյանը կանչեց Անդրանիկին եւ իր տեղակալ ինչպես նրան Վալիկ Սիմոնյանին ասելով որ եթե այդ երգը հանկարծ հիշեք ասածս հանկարծ եթե չհիշեք եւ ռադիոյով հնչել տակ ձեր ամբողջ կազմը կհեռացեմ ռադիոյից լավ Բայց լավ երգեր ինչի Պողոսյանը որովհետեւ Մանդակունին գնաց Հայաստանից իրեն համարում էին դավաճան այո արգելված է նրա ստեղծած երգը բայց ափսոս այդ երգը երկար ժամանակ չհնչեց բայց արիտես օրերից մի օր պատվերով համերգի ժամանակ այդ երգը հնչում է Կիրակի օրով հիշում եք ժամը 6-ին ամեն Կիրակի ուրեմն հնչում է այդ երգը եւ այդ երգը վերջին երգն էր ռադիոյում աշխատում էր նաեւ մի այլ մարդ Հարություն Բարիկյան նա լսում է այդ երգը եւ հաջորդ օրը անմիջապես գալիս է Ստեփան Պողոսյանի մոտ ասելով որ գիտեք երեք երգը հնչեց Ստեփան Պողոսյանը առանց վարքյան կորցնելու Անդրանիկին կանչում է սենյակի տեղակալից հետ իջիտ ներքև Անդրանիկը չգիտի ինչու՞մն է բանը ինչու՞մ են ասում է գիտեք Անդրանիկ երեք հնչել է այդ երգը եղբայրս ասում է չի կարող պատահել մենք հանել ենք այդ երգը ասում է լսողներ են եղել ասում է ով է դա Ստեփան Պողոսյան լռում է ասում է չեմ ասի անունը շատ լավ հիմա ասում է գնացեք վերև լավ մտածեք մինչև վերև գնալը եղբայրս ասում է Վալիկ շուտ գնա ձայնադարան եւ գործը տես այսինքն ժապավենը գտրի բարեբախտաբար երգը վերջին երգն է ժապավենը գտրում է բայց երգ ժապավենը պահում է գրպանում Վալիկը չի գցում երեկոյան ժամը 4:20 պակաս հարգելի մեր Ստեփան Պողոսյանը դուրը բացում է այսքան եւ ասում է Անդրանիկ մալադեց
Այսինքն գնացել է կերպով դրթել էր, որպեսզի հետքերը վերացնեն։ Գնացել է ձայնադարան, ստուգել տեսել է, որ չկա։ Լսել է, տեսնում է չկա ժապավենը։ Դրա համար ասում է մալադեց։ Եղբայրս այս պատմությունը իհարկե իր ձայնագրությունների մեջ ներառեց, որտեղ ինքը ուներ երկու մեծ հաղորդում, մարդկային մեծ ձայներ եւ ծիրկաթին։ Յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 12:30 ծիրկաթինը հաղորդվում էր ռադիոյով։ Եվ իհարկե բոլորս լսում էինք։ Ես այդ ժամանակ արդեն աշխատում էի եւ դասամիջոցին միշտ գալիս էի ռադիոյի մոտ եւ լսում էի ծիրկաթինը։ Օրերից մի օր իմ ուսմասվարն ասում է. «Չալուշյան, դասը սկսվել է»։ Ես ձերքս բարձրացում ասում եղբորս եմ լսում։ Հա, ասում է, կարելի է ես էլ լսեմ։ Ասում բայ իհարկե։ Եվ այդ օրվանից յուրաքանչյուր չորեքշաբթի օր ժամ 12:30-ին, երբ որ ծիրկաթիններ հաղորդվում, մեր բոլոր ուսուցչական կազմը 20 րոպե դասի չեր մտնում եւ լսում էինք բոլորս այդ հաղորդումը։ Հրաշալի պատմություններ են դիքի։ Գիտեք, շատ հետաքրքիր բաներ։ Եվ իհարկե մարդկային մեծ ձայները դրանք շատ քիչ հաղորդվեցին, ինքը չհասցրեց, բայց ամբողջ տպագրությունները մենք տանը ունենք, շատ բարձր, շատ մեծ։ Եվ հայտնի մարդկանցից մեկը Անդրանիկին առաջարկեց, ասում է Անդրանիկ, եթե դու այս բոլորը դնես որպես հաղորդում, որպես ասենք թե հրատարակես գիրք, դոկտորականը կպաշտպանես։ Անդրանիկն ասում է, ես արդեն դոկտոր եմ։ Ինչպես, ասում է, ժողովուրդը ինձ ճանաչում է, բավական է դա ինձ։ Գիտեք, ինքը մեծամտական մարդ չէր։ Համեստ մարդ էր ինքը։ Հատուկ ամբիցիաներ չի ունեցել։ Չէ, ինքը շատ համեստ տղա էր եւ նման բաներին ինքը նայում էր որպես սովորական երևույթ։ Դա ամեն մարդ կարող է անել։ Այսպես։ Հրաշալի դիքին Վարդուհի, այս մասը ընդհանրապես չէինք նախատեսել, չէինք պլանավորել, բայց ստացվեց, որ հետաքրքիր պատմությունների շարան ունեցանք։ Յասմին, դուք ինձ համար օրինակ եք լավ զավակի, ինչպիսի հոգատարությամբ դուք ձեր մայրիկին ուղեկցում եք հիշողության սրճարան, ձեզ համար կարևոր նրա ցանկությունները, նրա հագեցած կյանքը։ Ուզում եմ այդ մասին խոսենք, որքան դժվար է լինել, այսպես ասած, հոգատար այդ դուստրը, որ սրտանց դուք ձեր ժամանակը տրամադրում եք նաև ձեր մորը։ Ես գտնում եմ, որ տնային կյանքից վատ բան չկա։ Երբ որ դու ստիպված ես լինել տանը եւ չունենալ սոցիալական կյանք։ Իսկ իմ մաման ցավոք այդ հակումը ունի։ Դրսի նկատմամբ որոշ վախ, մութ ժամանակ դուրս գալ, դա, չգիտեմ, ինչ որ անհանգստության հետ կապված ինչ որ մի բան էր, եւ երբ որ ես գտա այս պատահական բացարձակ Facebook-ում ես տեսա ինչ որ պոստեր դրված հիշողություն սրճարանի մասին, ես մտածեցի, որ սա հենց այն է, ինչ պետք է։ Ես զանգեցի, եթե չեմ սխալվում, ես հենց քեզ հետ էլ շփվել եմ, եթե չեմ սխալվում։ Ինչպես համոզեցիք տիկին Չեմ կարող ասել, որ ես կյանքս դրեցի այդ համոզելու վրա, բայց սկզբից ասեց, դե ինչ պետք է լինի, ինչ եմ անելու այնտեղ, չէ, ես ավելի լավ ատան նստեմ, ասեցի Ռուսերեն ասեմ, կուշետ не просит։ Արի գնանք, մի հատ տեսնենք, դուրը չի գա, կարող ենք չգնալու ձեռքնա, չէ՞, մեր ձեռքնա։ Ու այդպես գնացինք, բայց դեռ կասկածները կային, չնայած արդեն երևում էր, որ դա պետքա որ լավ լինի։ 2-3 անգամից հետո դա մոտավորապես 2-ից ավելի տարի է մենք գալիս ենք 2023-ի մարտներ կամ ապրիլներ, երբ որ ես գտա։ 2 տարի։ Այո, հա, ուղիղ 2 տարի։ Հրաշալի է։ Եվ հիմա մարդը Դրան դեռ կանհրադառնանք։ Ես չգիտեմ ինչ պետք է լինի, որ մաման չգա։ Մենք մի 3-4 անգամ հաբաց ենք խոսել։ Բացակայությունների մասին ենք խոսենք։ Տիկին Վարդուհի, Լիբանանում մեծանալով դուք փախլավայի մասին ասացիք, պարզ է, որ խոհանոցում դուք պետք է որ թագուհի լինեք, եփելը, թխելը, ստեղծելը, խոհանոցում ստեղծագործելը պետք է ձեր կարևոր առանցքային ուղղություններից լինի։ Դրա մասին ասեք, այսօր պատրաստում եք թե շերեփտվել եք արդեն հասմիկ։ Մինչև այսօր։ Եվ
հետո երևի կշարունակվի, խոհանոցը իմ տեղն է։ Խոհանոցում ես ամեն ինչ անում եմ, որպեսզի լինի տեղը տեղին եւ ուտելիքները շատ համով ինչքան կարելի է անել, եւ ես դա սիրում եմ, ես խոհանոցը սիրում եմ ընդհանրապես։ Շատ եմ սիրում։ Եվ միշտ մտածում եմ, սյուրպրիզ լինի, չեմ ասում Հասմիկ ջան, այսօր ինչ պատրաստեմ։ Ուղղակի պատրաստում եմ, հետո դնում եմ սեղան եւ մենք ճաշակում ենք։ Ուրեմն, հիշելով այդ հիշողության սրճարանը, ես գիտեք, սիրով եմ գնում։ Իմ ամենասիրելի վայրը հիմա կարելի ասել սրճարանն է։ Ամբողջ շաբաթը ես տրոփ սպասում եմ, որ պետք է չորեքշաբթի օրը գա եւ ես պետք է գնամ այնտեղ։ Ձերք եմ բերել շատ լավ ընկերուհիներ, անչափ լավ միջավայր է։ Գիտեք, ես բոլորին շատ սիրում եմ։ Անկախ նրանից մարդը կարևոր չի, որ արյունակից լինի, բարեկամ լինի։ Եթե լավ մարդ ես գտնում, ուրեմն սիրում ես։ Եվ հիմա ես այնտեղ այնքան լավ մարդ եմ գտել։ Իմ կյանքի վերջալույսին ես գտա այդ շրջապատը, շնորհիվ իմ Հասմիկի շատ շնորհակալ եմ իրեն։ Գիտեք, ամբողջ մեկ շաբաթվա համար դա հոգևոր սնունդ է ինձ համար։ Շատ բան սովորում եմ այնտեղ, բնականաբար, որտեղ խաղեր կան, հարցուպատասխան եւ այլն։ Եվ իհարկե, չափազանց մեծ գործ են անում Մարիամը եւ Արտաշեսը, շատ սիրելի մարդիկ են։ Գիտեք, այնքան ջանք եւ երանգ են դնում իրենք, որպեսզի յուրաքանչյուրիս հետ աշխատեն, որովհետեւ դա շատ դժվար աշխատանք է, նամանդ եթե խումբն էլ մեծ է, նրանք մոտենում են ամեն մեկին, յուրաքանչյուրին արդեն ճանաչում են, թե նա ինչ հոգևոր կյանքով է ապրում, եւ երբ որ ես նայում եմ Մարիամին կամ Արտաշեսին, մտածում ինչ հրաշալի ծնունդներ են իրենք, որ կարողանում են այդքան ջանք, երանգ, համբերություն հատկապես դնել այդ գործի մեջ եւ մենք սիրով ենք հիշում ամեն վարքյանը նրանց հետ աշխատելիս։ Շնորհակալություն Տիկին Վարդու, ես այս խոսքերը նաեւ ընդունում եմ մեր ամբողջ թիմին, որովհետեւ իսկապես ձեր երախտապարտ լինելը մեզ դրթում է ավելին անել, շնորհակալություն։ Տիկին Վարդուն արդեն ասաց, որ իր կյանքում զգալի բան է փոխվել եւ ինչպես իր ձևակերպմամբ կյանքի վերջալույսը դարձել է լավը, դուք ինչպես եք տեսնում փոփոխությունը։ Նախկինում միայն կարդում էր, փոփոխությունները ահռելի են, որովհետեւ մաման վերջապես հասկացավ, որ դրսային այդ սոցիալական կյանքը շատ կարեւոր է։ Եվ չնայած մաման շփվող է, բայց ինքը իր հոժար կամքով դուրս չի գա, չի սկսի մարդկանց հետ շփվել։ Ես իրան պարզապես տնից հենց վերցրեցի, հանեցի դուրս, ասի պետքա գնաս։ Մարդը սկսեց գնալ եւ սովորեց եւ սիրեց եւ ընկերներ ձեռք բերեց եւ սկսեց, գիտեք ինչ, մարդու հորիզոնները երբ որ լայնանում են, կյանքի որ փուլում ուզում է լինի, մարդը դառնում է շատ ավելի լուսավոր, շատ ավելի խելքով ու համենայն դեպս այն արգելափակումները կամ սահմանափակումները, կոմպլեքսները, ուղեղի դանդաղ աշխատանքը դրանք կամ վերանում են, կամ կանգնում են այն պահին, երբանից մարդը սկսում է գնալ։ Դադարում է սովորել։ Տիկին Վարդուի, դուք շատ կարդում եք, ձեր առօրյան ինչպես է անցնում, բացի չորեքշաբթի օրերը, որ դուք գնում եք հիշողության սրճարան, ձեր ամեն օր ինչպես եք անցկացնում։ Գիտեք, այսինքն դա սովորական բան է, երևի, բայց ինձ համար կարևորը ինչն է, որ ես տան գործերին իհարկե այդպես վերից վար ես չեմ անում, հիմնականում արդեն ասեցի խոհանոց է, բայց եթե հարկ է լինում ինչ-որ բան, մաքրել, սրբել, փոշի հավաքել անում եմ եւ անցում եմ իմ սիրելի գործերին, այսինքն ես չեմ ձանձրանում, ընդհանրապես ձանձրանալու ժամանակ չունեմ ես, սիրելի գործս է շատ կարդալ, սմարթֆոնով զբաղվել եւ իհարկե ասեղնագործել, ժանյակներ, ես մինչև օրս ժանյակներ եմ գործում, նաեւ այս ես եմ գործել նման բաներ շատ եմ գործում, այսինքն ձերքի աշխատանք ես շատ եմ սիրում, այսինքն օրվա ժամը կարծես թե բաժանված է մի քանի ժամի, հիմա սա հետո այն, եւ երեկոյան երբ որ արդեն ես պիտի պարկեմ, գիրքը անպայման ձերքիս է,
կամ սմարթֆոնը։ Հիմա երբ որ մարդիկ ասում են ես ձանձրանում եմ, ես ասում եմ բա ափսոս չէ այդ ժամանակը։ Ափսոս է չէ ժամանակը։ Չէ որ մենք շատ քիչ է մնացել։ Աստված ինչքան է տնօրինել մեզ համար։ Աստված ինքը գիտի, մենք իրավունք չունենք խառնվելու։ Այնուհանդերձ, ես ուզում եմ այդ բոլոր ժամերը լրացնել շատ ուրախ եւ բարի լավ լուրերով։ Իհարկե հերահոսային զանգերը հիմա իհարկե դադարել են տանը շատ զանգել, բայց այն ով զանգում է, նշանակում է այդ մարդիկ ինձ սիրում են։ Միայն այդպես եմ ես կարծում։ Դուք այնքան հետաքրքիր անձնավորություն եք, իսում է ձեզ չսիրել հնարավոր չէ։ Տարիքը ձեր կասեք, ո՞նց եք զգում տարիքը։ Ես չեմ զգում իմ տարիքը։ Բայց կասեք։ Գիտեք, ես շուտով 100-ը պիտի լրացնեմ։ Ավելին ասեմ, որ քաղաքային իշխանությունները 100-ամյակը լրանալուն պես քաղաքացուն պատվովճար են տալիս 1 միլիոն դրամ։ Հանդիպենք 100-ամյակին ձեր տանը։ Սիրով, բայց հիմա արդեն 86 եմ։ Հիմա 86 եմ, գիտեք, ես իմ տարիքի չեմ դժգոհում, հոգիս չի ծերացել, ասեմ, որովհետև մի բան էլ ասեմ, շատ զարմանալի մի բան կա իմ հոգու մեջ։ Ինձ թվում է, դեր իմ առջևում շատ բան կա, որ ես պիտի անցնեմ։ Զարմանալի է, չէ՞։ Գիտեք, իմ տարիքի մարդու համար։ Չի զարմացնում, ձեր աչքերի փայլը ես տեսնում եմ։ Իմ տարիքի մարդու համար, այսպես խոսելը երևի շատ տարօրինակ տվա շատերին։ Բայց ես այդպեսին եմ։ Ես սիրում եմ կյանքը, սիրում եմ մարդկանց, հատկապես բարի մարդկանց։ Չեմ սիրում նախանձ մարդկանց, եթե նախանձը հեռանում եմ։ Ես սիրում եմ ընդհանրապես շփում մարդկանց հետ, եւ ամեն մի շփումից բնականաբար ես ինչ որ բան եմ խաղում։ Դա ինձ համար շատ կարևոր է։ Գիտեք, ինձ թվում է, որ ես դեռ ունեմ անելիքներ։ Իջումն է բանը։ Մտքումս շատ նովելներ ունեմ։ Ասենք Թիֆլիսյան շարքեր, որից մի հատը ես կարդացի մեր շրջանում։ Թիֆլիսյան շարքեր, անդադ մտածում եմ գրի առնեմ, բայց դեռ չեմ ուզում։ Պիտի ժամանակը գտնեք։ Ժանյակներից գրքերից մի քիչ խլեք, իր գրելու հատկացրեք։ Հասմի մենք ժամանակը սպառում ենք եւ մի վերջին հարց։ Այնուամենայնիվ այս լուսավոր կողմից զատ դժվարություններ էլ կան, որովհետև ծնողին հոգ տանելը, ծնողի նախասիրություններին ընդառաջ գնալը նաև ժամանակ է, որ դուք սիրահորժար տրամադրեք։ Ես կուզեմ նաև ձեր մոտեցումը այս առումով ներկայացնենք այն բոլոր զավակներին, որ լսում են մեզ ու կարող է սա իրենց համար օրինակ լինել, ծնողին խրախուսել, զբաղվել սիրելի գործով, ժամանակ տրամադրել սեփական ծնողին։ Ճիշտ ասած, ես չեմ դիտարկում ինքս ինձ որպես մոդել, այսպես ասած, որին պետք է հետևել, որովհետև ես կարծում եմ, որ սա իմ կյանքն է, ոնց կարողանում եմ, ինչ կարողանում եմ, դա էլ անում եմ։ Բնական է ոչ թե ոչ մի բարդ է, որովհետև միշտ չի, որ ամեն անգամ առավոտը վերես կանում եւ ասում ես, որ գուցե հավես չունես գնալու։ Անձրև չգնանք սրճարան։ Հա, չէ, բայց ես ճիշտն ասած ես չեմ կարող ինձ թույլ տալ չգնալ, որովհետև այս մարդը սպասում է դրան։ Եվ ինքը ինձանից կախված է, ինքը չի կարող իր համար տաքսի պատվիրել, չնայած ինքը վճարունակ է, ինքը բայց այդ ամբողջ տեխնիկական մասը ապահովել ես իրեն չեմ կարող մենակ թողնել, որովհետև վախենում եմ, որ կարող անգնի եւ այլն։ Այսինքն վախս հիմնավորված է եւ դա անելը չեմ կարծում, որ դա պարտականություն է, որովհետեւ ամենօրյա կյանք է եւ անում եմ այն, որ մարդը իրեն լավ զգա ու ճիշտ ասած պարտավոր չէ, բայց սիրով պիտի անի իր ծնողի համար։ Անում եմ, բայց ոչ թե նրա համար, որ դա մայր է, որ դա պետք է արվի, չէ, ես գտնում եմ, որ կյանքը պետք է բալանս ունենա, նորմալ։ Եվ քանի ապրում ես, դու պետք է հաճույք ստանաս այդ կյանքից։ Եվ եթե իմ մաման հիմա ինձանից կախված է լիովին, ես ինչ որ չափով այդ իր հաճույքը ու իր այդ սոցիալական կյանքը, դրսի կյանքը պետք է ապահովեմ։ Հետո հիշում ես, որ երբ որ դու փոքր ես եղել, նույն սիրով գուցե ինքն էլ չէր ուզում արթնանալ, մանկապարտեզ տանել երաշտական։ Դա էլ է գալիս իր հերթին ու ես եկա այնպես փիլիսոփայական բանի, որ դա այնպես շրջադարձ է։ Սկզբից իրենք են քեզ հետևում, հետո դու ես իրենց հետևում եւ այնպես շարունակ։
Չգիտեմ, այլ կերպ չեմ տեսնում, որովհետև նորմալ դիրքը կյանքի այդպիսինն է։ Ինձ տենց է թվում։ Հրաշալի, դուք ճիշտ եք, բոլորին կոչ անենք հետևելու կյանքի այս ռիթմին եւ եթե ծնողները փոքր ժամանակ են գտել, նեղություն են տվել իրենց եւ հոգացել են մեր կարիքները տարել են ուսման համար եւ ամեն ինչի, այսօր էլ բոլոր զավակները պարտավոր են նույն կերպ արվել ծնողների հետ, ծնողների համար։ Շնորհակալություն, որ եկաք եւ այս լուսավոր զրույց ունեցանք։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի armradio.am կայքում դիտեք հաղորդումը։ Բաժանորդագրվեք Երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին։ Գրեք ձեր հարցերը TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։